Խաղաղության պայմանագրի ստորագրումը լուծում է Հայաստանի եւ Ադրբեջանի բոլոր հնարավոր խնդիրները։ Երևանյան երկխոսություն ֆորումի մասնակիցներին Փաշինյանը մանրամասներ է ներկայացնում Երևան-Բաքու երկխոսության խաղաղության համաձայնագրի արդեն համաձայնեցված նախագծի ու Ադրբեջանի պահանջների վերաբերյալ։ I would like to share with you some insights on the current state of the Armenia-Azerbaijan peace process. Մինսկի խումբը լուծարելու օրակարգը Հայաստանի համար ընդունելի է, ինչ վերաբերում է սահմանադրությանը, Փաշինյանն ասում է, մեր երկրի բարձր դատարանը արձանագրել է, որ մայր օրենքում չկա տարածքային պահանջ որևէ հարևանի նկատմամբ, բայց միայն Մինսկի խմբով ու Հայաստանի սահմանադրությամբ Ադրբեջանը չի բավարարվում։ In the recent years, Azerbaijan started to call approximately 60% of the sovereign territory of the Republic of Armenia. Վերջին տարիներին Ադրբեջանը սկսել է Հայաստանի ինքնիշխան տարածքի 60%-ն անվանել Արևմտյան Ադրբեջան։ Մենք բազմիցս ասել ենք, որ չի կարող լինել Արևմտյան Ադրբեջան Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Ուստի ընդհանուր առմամբ ո՞րն է մեր առաջարկն ապագայի համար։ Մենք առաջարկում ենք ստորագրել խաղաղության պայմանագիրը եւ զուգահեռ դիմել ԵԱՀԿ-ին Մինսկի խմբի կառույցները լուծարելու հարցով։ Կարծում եմ կառուցողական առաջարկ է ունենալ երկու փաստաթուղթ սեղանին եւ ստորագրել այդ փաստաթղթերը միաժամանակ նույն պահին նույն վայրում։ Հայաստանի օրենսդրության համաձայն խաղաղության համաձայնագիրը ստորագրվելուց հետո պետք է գնա սահմանադրական դատարան։ If Constitutional Court decide that the text of agreement Եթե սահմանադրական դատարանը որոշի, որ խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում մեր սահմանադրությանը, կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ։ Խաղաղության գործընթացն ու խաղաղության պայմանագիրը չպետք է բաց թողնվեն եւ ես կհամոզեմ ժողովրդին, որ այդ փոփոխությունը տևական խաղաղության հասնելու համար է արվում։ Փաշինյանը հրավիրյալներին ցույց է տալիս արդեն սահմանազատված 12.7 կիլոմետր երկարությամբ հատվածը, որտեղ ըստ նրա կան խաղաղության եւ անվտանգության երաշխիքներ։ Այնուհետև ներկայացնում է խաղաղության խաչմերուկ ծրագիրն ու Ադրբեջանի առաջարկած կոնկրետ լուծումները։ Հայաստանը պատրաստ է այսօր էլ իրագործել այս ծրագիրը եւ Ադրբեջանի արևմտյան հատվածից Հայաստանի տարածքով բեռնափոխադրում կազմակերպելու ճանապարհ տրամադրել, բայց միայն ինքնիշխանության ու իրավազորության սկզբունքների պահպանմամբ։ There will be no war between Armenia and Azerbaijan. Ի հեճուկս բոլոր փաստարկների, բոլոր սադրանքների եւ այլն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև չի լինելու պատերազմ, լինելու է խաղաղություն եւ դա շատ միանշանակ է ինձ համար։ Ոչինչ չպետք է փոխի այս տարածաշրջանի աշխարհագրական պատկերը։ Երևանյան երկխոսությունում հնչում է նաև Իրանի ձայնը։ Փոխարտգործնախարար Սաիդ Խաթիբզադեն նշում է, որ Հայաստանն Իրանի համար դարպաս է դեպի ԵԱՏՄ 200 միլիոնանոց շուկա։ Հայաստանը ԵԱՏՄ անդամ միակ երկիրն է, որի հետ Իրանը սահման ունի։ Մենք չենք ընդունում որևէ աշխարհագրական փոփոխություն տարածաշրջանում, ինչ էլ որ այն անվանենք, Զանգեզուրի միջանց կամ մեկ այլ բան։ Մենք աջակցում ենք այն ամենին, ինչ Հայաստանն ու Ադրբեջանը կպայմանավորվեն, բայց դա պետք է հիմնված լինի միջազգային օրենքի, նորմերի, երկրների ինքնիշխանության ու ինքնավարության սկզբունքների վրա։ Կարծում ենք, մեզ պետք է կապակցվածություն, այլ ոչ թե կտրվածություն։ Սլովակիայի վարչապետը նույնպես կարևոր է համարում Երևան-Բաքու հարաբերությունների խաղաղ կարգավորումը։ Ռոբերտ Ֆիցոն հույս ունի, որ ներդրված ջանքերն արդյունք կտան։ Հայաստան-Ադրբեջան խաղաղ կարգավորումն ուժեղ ազդանշան կհղի Եվրոպային, որ հակամարտությունները կարող են լուծվել դիվանագիտական երկխոսության միջոցով, իսկ Սլովակիան պատրաստ է լիովին աջակցել ձեր ջանքերում։ Կարևոր է պահպանել այս թափը եւ ապահովել գործընթացի սահուն ավարտը երկու կողմից։ Մենք շարունակենք աջակցել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ներկայությանը։ Փաշինյան-Ֆիցո շփումը շարունակվում է արդեն նախագահի նստավայրում։ Հայաստան-Սլովակիա պայմանավորվածությունների մասին վարչապետները ասուլիսում են հայտնում։ Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցությունների վերաբերյալ տեղեկությունը շատ արժեքավոր է ինձ համար, եւ ես ուրախ կլինեմ այդ տեղեկությունը փոխանցել ԵՄ-ում իմ գործընկերներին։ Համագործակցության առաջին ուղղությունը, որի վերաբերյալ պայմանավորվեցինք եւ դրանում կուզենք ներառել մասնագետներին, միջուկային էներգետիկան է։ Մյուս ոլորտը, որը շատ բաց քննարկեցինք, պաշտպանական արդյունաբերությունն է։ Ես ասացի, եթե մենք չարտադրենք զենք, մեկ ուրիշը դա կանի եւ մենք ստիպված կլինենք գնել։ Ես ուզում եմ պարոն վարչապետին շնորհակալություն հայտնել այն աջակցությունների համար, այո, հենց աջակցությունների, որ վերջին տարիներին Սլովակիան տրամադրել է Հայաստանին
մասնավորապես Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության դիտորդական առաքելության ներկայությունը, որտեղ Սլովակիայի աջակցությունը էական է եղել, նաև եվրոպական խաղաղության գործիքի ծրագրերում Հայաստանի Հանրապետության մասնակցության առումով, նաև մենք քննարկեցինք ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության հնարավորությունները եւ այդտեղ նույնպես տեսնում ենք որոշակի հնարավորություններ։ Փաշինյան-Ֆիցո պաշտոնական հաջորդ հանդիպումը կկայանա Բրատիսլավայում։ Ֆիցոյի հրավերով Փաշինյանը կմեկնի Սլովակիա։ Արթուր Հակոբյան, Էպիկենտրոն։